2008 թվին մարդկային կյանքերի գնով Արոն թափելով սեփական երկրի մայրաքաղաքի ներսում հրապարակում։ Դուք հասկանում եք, քանի սպեցնազից զորք են բերել, բանակից օֆիցերներ են բերել, չգիտեմ։ Ղարաբաղի, այսինքն պաշտպանությունը այդքան կարևոր չէ սահմանների։ Սա ձեզ բան ասում։ Ղարաբաղի սահմանամերձ գնդերից մեր կոնկրետ որտեղ ես ծառայել եմ, ես 2008 թվի հունիսի 23-ին եմ գնացել ծառայության։ Դեպքը տեղի է ունեցել մինչև իմ ծառայությունը մարտի 1, այսինքն մի 3 ամիս առաջ։ Ես որ գնացել եմ ծառայության, իմ հետ ծառայող տղերքը արդեն որ ինձանից մի 6 ամիս մի տարի առաջ ծառայում էին։ Ինձ պատմել էին, որ Գևորգ դու տենայր, ըստե ինչ վիճակ է, զորքը ըստե պոստերից իջեցրել են, բան են արել, բոլորին չէ՞, մեկ-մեկ թողել են պոստում, ինչ որ չգիտեմ, չեմ կարող հաստատ բառերը հիշել պատմածների։ Բայց Ղարաբաղի սահմանները թուլացրել են հանուն Երևանը իշխանություն պահելու համար։ Շատ էլ լսեք ինչ եմ ասել։ Հետո չնեղանաք ինձանից, ասեք, բայց ինչեր ես, ինչեր եմ խոսում, սահմանն է կարևոր, թե վլաստը։ Բայց մեկ ինքը հայրենասեր Արցախ պահողը, Արցախ պահողը ինչպես կարող է սահմանը թուլացնի։ Բա հույսում վրա է դրել։ Կարող է Ալիև այդ խոսացելն ասել իշխանություն պահելու համար։ Նայ սահմանից դղերքի չստում եք։ Ալիև, նայ պայմանավորվում եք, նայ հարձակում, բան չսկսես։ Մեզ էս պահին կռիվ պետք չի։ Պետք է իշխանություն պահենք։ Լիարժեք թուլացնենք երկիրը, երբ որ լրիվ թույլ լինի իշխանությունը կտակ մեկ ուրիշին, կռիվը կսկսես հեռնելանիցած բոլորի։ Կարևորը մենք ստե իշխանությունը պահում ենք, մենք Պուտինի մոտիկ մարդիկ դու էլ չես Պուտինի համար ուրիշ։ Հասկանում եք ինչա կատարվել։ Զորքը հանես սահմանից բերես Երևան, իշխանություն պահես։ Լավ, բարով։ Արել եք, ստացվել է, չէ՞։ Մարդկային կյանքեր եք խլել, բան իշխանությունը պահել եք, փոխանցելով Սերժ Սարգսյանին։ Արա, եթե ձեր մոտ ստացվել է։ Ինչու՞ չեք նույնը փորձել 18 թվին։ Դե պարզ պատասխանել կա, ասում է Գևորգ, այդ ինչ զորույցներ ես անում, ոնց փոխանցեք։ Արդեն թալանելու բան չկար։ Պահենք ինչ անենք, պատերազմին մնացել է 1-2 քայլ որ սկսել։ Պահենք իշխանությունը ինչ անենք։ Բա հենց մենք այդ էինք ուզում իշխանություն փոխանցենք, բրցնենք այդ բեռից։ Բայց այս ինչ որ պատմում եմ, հասարակությունը դա մի մասը չի ընկալում, չի հասկանում ինչա նշանակում սահմանից զոր խանել բերես Երևան, իշխանություն պահելու համար մի ժամանակաշրջան, երբ որ թալանելու բան կա երկրում։ Եվ ինչա նշանակում, երբ որ նույն բանը կարաս անես, եթե իշխանություն կորցնելը ինչպես դուք եք ասում, եվրոպացիներն են այդ վլաստը բերել, Սորոսն է բերել, ծախվածներ, դավաճաններ, այլ դուք եք դավաճանը, եթե դուք թույլ եք տալիս դավաճան իշխանություն գա վլաստի։ Բայց ես ասեմ դավաճան իշխանություն չի, կավության նող ազա։ Իրանք եկել են երկիր փրկելու համար, բայց պարզվել է որ երկիրը արդեն կործանված է։ Այդ ո՞նց է լինում։ Այդ հարցին ուզում եք պատասխանեմ։ Հետո է ռակից նույն օրը մահացել։ Կարակ ասեք որ մարդը ռակ է անգել, նույն օրը մահացել է։ Ամիսները չէ տևում, 6 ամիս է, մի տարի է, 3 տարի է, նայես ինչ աշճանի է։ Բայց ռակը 98 թվից Հայաստանի կոկորտին կանգնած էր։ Ռոբերտ Քոչարյանը, որ քաղաքական իմաստով, ռակեր էս պետականությանը։